Ձեր քննարկմանն ենք ներկայացնում ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները երկու կառավարության որոշմամբ փոփոխելու հարցը։ Դուք գիտեք, որ մենք երկար տարիներ ունեցել ենք այսպես կոչված Փարոս համակարգը, պարոն վարչապետ, եւ անցյալ տարվա ապրիլից մեկ նոր համակարգ ենք ներդրել երկու մարզերում՝ Կոտայքի եւ Սյունիքի, որը փորձնական էինք ներդրել եւ այս որոշումներով այդ փորձնական համակարգի գործարկման ժամանակ ի հայտ եկած հարցերի լուծումներն են ըստ էության տալիս եւ ընդհանուր առմամբ այս նոր համակարգը գործելու է Հայաստանում հուլիսի 1-ից, այսինքն հուլիսի 1-ից սկսած արդեն բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում համակարգում ընտանիքների դիմումները ստանալիս մենք գնահատումը իրականացնելու ենք այս նոր մոդելով, որը մինչ այդ գործում էր միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզում։ Այդ մեկ տարի եւ մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, մենք դրանք լուծում ենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ տեղեկացնել, որ այս նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Որպեսզի թվերով ներկայացնեմ, թե մենք ինչ տվյալներ ենք ունեցել, պարոն վարչապետ, 2017 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100,000 ընտանիք այդ Փարոս համակարգում, 100,000 ընտանիք։ Եվ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ, այսինքն մոտավորապես հիմա մենք ունենք 46,000 ընտանիք, այսինքն անկումը եւ հին համակարգով եւ այս նոր համակարգով, որը Կոտայք եւ Սյունիքն է, 54.1%-ով պակասել է կամ 2.2 անգամ։ Սա իհարկե նաեւ ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաեւ տեսնում ենք մեր գործընկերների հրապարակած թվերով ազգային վիճակագրական ծառայության։ Մենք գիտենք, որ վերջի տարիներին այդ ցուցանիշը իջել է, ինչպես նաեւ մենք տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ նույն գործազրկության թվերի անկում, միջին աշխատավարձի բարձրացում, աշխատատեղերի թվի բարձրացում, այսինքն բոլորը խոսում են նույն process-ի մասին։ Մի երկու թիվ էլ ներկայացնեմ հին համակարգի եւ նոր համակարգի վճարվող նպաստների չափի, պարոն վարչապետ, որտեղ թեև մենք ասում էինք, որ շատ քաղաքացիներ ձգտում են մնալ այդ Փարոս համակարգում, բայց այնուամենայնիվ այնտեղ միջին նպաստի չափը ընդամենը 29,000 դրամ էր, այսինքն զուտ ֆինանսական առումով այն որևէ լուրջ աջակցություն չէր տալիս ընտանիքներին, ի հակադրություն նոր համակարգի, որտեղ նաև նպաստի չափն է կարիքի հիման վրա որոշվում, այսինքն ընտանիքի չափից կախված, ընտանիքի անդամների տարբեր կարգավիճակներից, տարիք, հաշմանդամություն, այլ կարգավիճակներ եւ միջինը այս պահի դրությամբ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 86,870 դրամ է, մոտ 87,000 դրամ, որը էականորեն կարող է բարելավել ընտանիքի վիճակը եւ ունենք նաեւ առավելագույն չափ էլի կախված ընտանիքի կառուցվածքից մինչեւ 280,000 դրամ նպաստ ստացող ընտանիքներ ունենք, բայց նորից եմ կրկնում համակարգի ամբողջ իմաստը եւ նպատակը այս մեր քաղաքացիներին այս վիճակից դուրս բերելն է, որպեսզի ինչ որ մի պահի նրանք այլևս կարիք չունենան նպաստ ստանալու եւ իրենց կենսագործունեությունը ապահովեն սեփական աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ։ Իհարկե կլինեն վստահաբար շատ փոքրաթիվ քաղաքացիներ, որոնց կարիք կլինի ավելի շարունակաբար աջակցել, բայց նպատակը դրանից իհարկե չի փոխվում։ Մենք շատ ինտենսիվ այս ընթացքում իհարկե աշխատել ենք մեր մյուս նաև գործընկերների հետ, այդտեղ թվային տեխնոլոգիաներ են օգտագործում, պարոն վարչապետ, այս համակարգը գործարկելու համար մենք տարբեր բազաներից ինֆորմացիաներ ենք կարդում, ՊԵԿ-ի բազաներից, իհարկե բնակչության պետական ռեգիստրից, այսինքն ինքը նաև թվային փոխակերպման տրամաբանության մեջ է շատ կարևոր, մինիմալի է հասցված թղթային որևէ շարժ, շատ փոքր դեպքեր ունենք, որ կարող է հավելյալ կարիք լինի ինչ-որ բան ներկայացնել, որը մենք հաշվի կառնենք, ասենք օրինակ տարբեր հանգամանք, որը ոչ մի կերպ էսպային թվայնացված չէ, բայց դրանց թվայնացմանը զուգընթաց դա էլ ամբողջությամբ կվերանա, նույնիսկ դիմումը թվային է, այսինքն ոչ մեկ ոչ միտեղ գալու կարիք չունի։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այդ բարեփոխումը, որի մասին պարոն Թորոսյանը
նշեց, այսինքն անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել եւ չենք կանգնեցրել այդ գործընթացը, որովհետեւ այս բարեփոխումը ունի շատ կարևոր գաղափարախոսական եւ հայեցակարգային նշանակություն, որովհետեւ մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք եւ համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ, որն է կյանքի միջին վիճակագրական մոդել։ Կյանքի միջին վիճակագրական մոդելը կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Այսինքն սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի, որովհետեւ բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Եվ մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Մարդու անձնական պատասխանատվությունն է, եւ սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից եւ մանկապարտեզից։ Այս է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք անում ենք հետեւյալը, որպես երեխան երբ որ մտնի դպրոց, առաջին բանը որ նա տեսնի այն փիրուզագույն ցուցանակն է, որի վրա գրած է լավ սովորիր, որ լավ ապրես։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Եվ այսինքն մարդու առաջին պատասխանատվությունը հանրության եւ պետության առաջ ինքը իր կարիքները հոգալն է։ Այլ բան, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը առանցքում դնում է նաեւ մեկ այլ բանաձև, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև քան կրթությունն է գոյություն չունի։ Այսինքն, եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։ Ընդ որում ես երեխաների մասին եմ խոսում, բայց այս մոդելը ցանկացած տարիքի մարդուն վերաբերվում է, որովհետև եթե մարդը պետք է հասկանա, եթե ինքը չունի տուն, ինչ պետք է ինքը անի, ինքը պետք է աշխատի եւ վաստակի։ Տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Եթե չունի մեքենա, եթե ունի վարկ, ինչ պետք է անի, պետք է աշխատի եւ վաստակի իր վարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ եկամուտներ։ Որովհետեւ այս վարկային պատմություններն էլ իրանք սոցիալ-հոգեբանական մակարդակում շատ կարեւոր բան կա։ Այսինքն մարդիկ անդադ ասում են, դե վարկ ունեմ, ինչով կարակ օգնեք։ Այս օգնության հարցին ես կանդրադառնամ։ Բայց ընդհանուր առմամբ երբեմն հասկանում ես, որ մարդը շատ մեծ տարբերություն է դնում ինքը բանկից այդ փողը վերցրել, թե հարևանից։ Որտեղ ոչ մեկ չի գալիս ասի, հարևանից պարտք եմ, չեմ կարող պարտքը տամ, կարող է դուք փակեք այդ պարտքը։ Որտեղ համարում է, որ եթե բանկից է վերցրել, այս պետական փող է։ Բայց մարդիկ չեն արձանագրում, որ բանկերի տրամադրված վարկերի մի հսկայական մասը իր հարևանի այդ բանկում դրած ավանդն է, որ այդ բանկը մատուցում է որպես ծառայություն, այսինքն փոխանցում է ուրիշներին։ Եւ ելի եմ ասում, մարդու անձնական պարտավորությունը կատարելը մարդու անձնական պարտավորությունն է։ Սա շատ կարեւոր բան է։ Չի կարելի այդ բանը այդ թույլ տալ, որ զարգանա այդ հոգեբանությունը, որ դե հա դե պարտք եմ մի քիչ այս մեկը կտա, մի քիչ եմ մեկ կտա, մի քիչ եմ մեկ կտա, դենց արանքում յոլա կգնա։ Դա շատ վատ միտում է, ընդ որում ուրիշի համար չի վատ, այդ մարդու համար է վատ։ Որովհետև ինքը նշանակում է այդ ցիկլից դուրս է գալու։ Ես չեմ ուզում թաքցնեմ, ասենք մարդիկ կան, որ օրինակ ինձ նամակ են գրում, ամեն օր նամակ են գրել, ասել են այսօր ես ինքնասպանություն եմ գործելու, եթե այսօր իմ վարկը չփակեք։ Եվ կա մարդիկ, որ արդեն մի տարի այդ նամակը գրում են ամեն օր։
Սա խնդրեմ է։ Մարդը պետք է հասկանա, որ իր խնդրեմն է, որ ինքը երբ որ մեզնից յուրաքանչյուր մի պատասխանատվություն վերցնում է, ինքը չպետք է վերցնեն հույսով, որ այ մի ուրիշը կգտնվի կամ պետությունը կամ հարևանը կամ բարեկամը կգա այդ պատասխանատվություն կգրի, դա վատ բան է, դա ապա սոցիալական եւ ապա հանրային գործելակերպ է։ Այսինքն առանցքում պետք է լինի կրթությունը, մենք ամեն ինչ պետք է անենք, իմիջիայլոց ուզում եմ մեզ հիշեցնել, որ մենք կրթության շեմը պիտի իջեցնենք, մսուրային հատվածի զարգացումը մեր առանցքային թեմաներից մեկն է, որ մենք պետք է այլ եմ ասում ենք պիտի որոշենք որն է այդ տարիքը, որից մենք արդեն այդ նաև մեր փորձագետները միջազգային ստանդարտը պետք է վերցնենք, եթե 6 ամսականն է, ուրեմն 6, եթե 3-ն է, 3, եթե չգիտեմ, ես փորձագետ չեմ, ոչ եմ մասնագետ եմ, մասնագետները կասեն։ Ընդ որում մենք այստեղ երկու նպատակ պետք է ունենանք, առաջինը որ մայրիկները հնարավորինս շուտ վերադառնան կարիերայի կրթության աշխատանքի, բայց մենք պետք է վերաբերվենք այդ process-ին որպես կրթական process։ Այդտեղ էլ պետք է մենք չափորոշիչ ունենանք եւ ոչ թե ուղղակի բան այտեն զանգակ բան անելու զնգացնելու տրամաբանություն էլ պետք է իր տրամաբանությունն թե ինչի համար ենք մենք դա անում։ Այսինքն աշխատանք, կրթություն աշխատանք, բարեկեցություն։ Այս պետք է լինի մեր առանցքային փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը։ Հիմա, բայց սա չի նշանակում, որ պետությունը չի աջակցելու այս առանցքով առաջնորդվող մարդուն։ Ընդհակառակը մենք այսօր տեսեք նույն եկամտային հարկի վերադարձի process-ով մենք բան ենք անում, մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Այսինքն ովքեր կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ որ մեզ մեղադրում էին, ասում էին, որ դուք տեսեք, լավ աշխատանք ունեցող եւ աշխատավարձ ունեցողին եք բան անում, նույն ձևի եկամտային հարկ դնում վատին էլ եւ ասում ենք այո, դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաեւ Armat Media AM կայքում։